Ես Երևանի պետական համալսարանի գիտական հարցերով պրոռեկտորն եմ, մաթեմատիկոս եմ, 2012-19 թվականներին եղել եմ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, դրանից առաջ, կարելի ասել նախորդ կյանքում C++ ծրագրավորող եմ աշխատել Boomerang ընկերությունում, նաև ARM cluster, որը առաջի սուպեր համակարգիչն էր Հայաստանում տեղակայված, նոր ժամանակաշրջանում, նրա վրա C++-ով օգտագործելով այս համակարգերը, սրանք զուգահեռացման համակարգեր են, դրանցով մաթեմատիկական ալգորիթմներ ենք թվայնացրել։ Մի փոքր անդրադառնամ Երևանի պետական համալսարանի գիտությանը։ Երևանի պետական համալսարանը ինտենսիվ զբաղվում է նաև գիտությամբ, դասավանդման զուգահեռ մենք կարևորում ենք նույնքան և գիտությունը։ Եվ այս գիտությունը չափելու մի քանի հիմնական սկզբունքներ կան, դրանցից մեկը տպված հոդվածներն են և տպված հոդվածները միջազգային ամսագրերում, այսինքն այն հոդվածները, որոնք ինչ-որ շանս ունեն դառնալ միջազգային գիտական հանրությանը տեսանելի։ Եվ այս մեր ցուցանիշներն է։ Մենք 24 թվականին անցել ենք 700 իշեմը, որը շատ լավ ցուցանիշ է։ Այս տարի 25 տարին դեռ չի ամփոփվել այն տեսանկյունից, որ դեռ ինդեքսավորվում է, եւ այդ process-ը ինչ-որ ժամանակ դեռ եւս կտևի, ինչեւ հունիս դա լինելի է, բայց արդեն մոտեցել ենք այդ 700 իշեմի, որ կարծում ենք դա եւս կանցնենք, այսինքն շատ ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Նաեւ զուտ թվային կողմից, այսինքն մենք չենք ուզում զուտ թվեր ցույց տանք 700, 800, 900, այլ ուզում ենք դրատակ լինի որակ, դրատակ լինի այն գիտությունը, որ նաև պետքա լինի կիրառելի ոչ միայն չգիտեմ դրսում, այլ նաև Հայաստանում։ Եվ որակը գնահատելու կա նաև մի այլ չափանիշ, այդ լավագույն ամսագրերում, Q1 են ասում, լավագույն ամսագրերում տպագրված աշխատանքների քանակը, ու այս կապույտ ցանկը ցույց է տալիս, որ հիմնական աճը ունենք հենց այդտեղ։ Այսինքն աճում են այդ լավ ամսագրերը, որին մենք հատուկ շեշտադրում ունենք։ Վերադառնալով գիտությունից AI-ին, մի քանի կոմպոնենտ կա, 3 մասի բաժանենք։ AI-ը կրթության մեջ, AI կենտրոնները եւ հաշվողական հզորությունները, որ մենք զարգացրել ենք։ Այսինքն առանց այս 3-ի մենք չենք կարող համարել, որ մեր դերը որպես համալսարան ամբողջական է։ Կրթության առումով AI արհեստական բանականությունը կամ մեքենայական ուսուցումը, որի հիմքն է, ինքը մեծ հաշվով մաթեմատիկական աշխարհի ինչ-որ մասն է։ Եվ այդ ուղղությամբ ունենք ծրագրեր, բակալավրիական ծրագիր, մաթեմատիկա եւ վիճակագրություն եւ applied statistics and data science այդ մաթեմատիկայի ֆակուլտետում կրթական ծրագիրն է։ Առաջինը մաթեմատիկա եւ ինֆորմացիոն տեխնոլոգիա, կիրառական մաթեմատիկայի բակալավրիատի ծրագիրն է։ Նոր ձևավորված ծրագրեր ունենք մագիստրատուրայում, Applied Statistics and Data Science and Data Science for Business, երկուսն էլ ուղղված են արհեստական բանականության մոդելների սովորեցմանը եւ ժամանակակից գիտելիք են տալիս մեր ուսանողներին։ Հաջորդը AI ենթակառուցվածքները ԵՊՀ-ում առաջնային է ունենալ ֆիզիկական ենթակառուցվածք։ Առանց ֆիզիկական ենթակառուցվածքի, ֆիզիկական տարածքի ինչ-որ զարգացման մասին քննարկումները դեռ շատ հեռու են իրական լինելուց։ Առաջի լաբորատորիան ենթակառուցվածքը, որ ունեցանք, դա CRISP ընկերության հետ, CRISP AI Lab-ն է, համատեղ ստեղծված այս ենթակառուցվածքն է եւ որը շարունակվեց PMI ընկերության հետ արդեն 23-24 տարիներին, բավականին մեծ տարած դա վերանորոգեցին, ձևավորեցինք որպես հետազոտական տարածք մեր հետազոտողների համար։ Մոտավորապես լավ ժամանակակից տեսք ունի սա այն տեսքերը եւ զուտ ֆիզիկական տարածքը դեռ շատ քիչ է, ֆիզիկական տարածքին պետք է բովանդակություն ավելացնել։ Բովանդակությունը մենք կարողանում ենք ավելացնել պետական ծրագրերի, գիտության կոմիտեի ծրագրերի միջոցով։
Մասնավորապես ստեղծել ենք Machine Learning Lab, մեքենական ուսուցման լաբորատորիա, եւ դրա հաջորդ 3-ը շատ խոշոր դրամաշնորհներ են տրված գիտության կոմիտեից։ Հաջորդ 2-ը այդքան խոշոր դրամաշնորհներ չեն, բայց եւս այդ ոլորտին են վերաբերվում ու ընդհանուր առմամբ հիմնական մեքենական ուսուցմամբ զբաղվող, արհեստական բանականությամբ զբաղվող ուղղություններն են։ Մի քանի խոսք արդեն այս վերջի մեր տվյալների կենտրոնի զարգացմանը։ Ինչ են այս գերհամակարգիչը, ինչ գերհամակարգիչներ կան ԵՊՀ-ում եւ ինչը ունենք դեռ նախկինում։ Առաջինը, որ ունենք, կներեք, այդ NVIDIA DGX 800 գերհամակարգիչն է, որը ինքը իրանից բաղկացած է 8 հատ A100 վիդեոկարտայից, որ բավականին հզոր համակարգիչ է, դա ձեռք ենք բերել 22 թվականին եւ շատ ինտենսիվ այս ընթացքում օգտագործել ենք։ Սա տեղակայված է Երևանի պետական համալսարանում, շատ ինտենսիվ օգտագործվում է եւ իր գործածելիությունը գնահատվում է 5 պետաֆլոպ, դա հատուկ չափման միավոր է թվային հաշվարկների համար։ Կարող եմ ասել, որ ընդհանրապես ասած գերհամակարգիչ, որը պետաֆլոպ անցավ դեռ 2008 թվականին, 133 միլիոն դոլար արժեր, բայց այդ 2008-ից մինչև 2022 էապես նվազել է, սրա ընդհանուր գինը ձեռբերման մոտ 200,000 դոլարի կարգի գումար էր։ Մյուսը, որ տեղադրած ունենք, դա DGX H100 32 պետաֆլոպանոց 6 անգամ ավելի արագ է նախորդից։ Եվ այս նոր համակարգիչը, որ գործարկել ենք մի քանի ամիս առաջ, ինքը կոպիտ եթե ձևակերպենք, DGX H100 Superpod համարժեք համակարգիչ է, 64 հատ H100 Supermicro ընկերության կողմից ստեղծված, այսինքն վիդեոկարտաները NVIDIA-ին են, համակարգիչին Իրանով Supermicro-ին է։ Հզորությունը 253 պետաֆլոպ արագողորձությամբ։ Ուստեղ մանրամասն տեխնիկական տվյալներն են գրված, տեսեք մենակ այս թիվը 253 պետաֆլոպ դեռ քիչ է։ Հիշողության հարց կային, CPU-ներ կան, ինչ դիսկեր կան եւ այլն, այդ խիստ էական է իր ամբողջական համակարգ լինելու եւ մոդելներ աշխատացնելու համար։ Ու որպեսզի այդ զուտ թվերից անցնենք մի քիչ շոշափելի ինչ-որ դիրքի, սենց եկեք հասկանանք, ինչ նեյրոնային ցանցի մոդելներ կարելի է սովորեցնել, train անել այս համակարգով։ Տեսեք, եթե օրինակ Llama 7B տիպի համակարգ վերցնեք, դա 3-ից 5 օր կտևի։ 13 միլիարդ պարամետրանոց համակարգը կտևի 1-ից 2 շաբաթ, GPT-3, GPT-4-ը GPT-3-ը կտևի 1-ից 3 ամիս, GPT-4-ի մեծության, սա շատ կոպիտ ասած, ոտ ընդ տվյալների քանակ կա, հիշողության հարցեր կան, սա շատ կոպիտ ինչ-որ հաշվարկներ են, կտևի տարիներ։ Մի հատ վիդեո տարբերակով, վիդեո տարբերակը չի աշխատում, եկեք առանց վիդեո տարբերակի արագ անցնենք առաջ։ Վիդեո տարբերակը, հետո կկիցվենք ձեզ հետ, ցույց է տալիս ինչպես է փոխվել GPT-1-ից մինչև ժամանակակից GPT-5 հաշվողական հզորությունները, այնտեղ աճը էքսպոնենցիալ է։ GPT-1-ը, եթե րոպեների ժամերի ընթացքում կկարողանանք այս մեր գերհամակարգչով ստանալ, GPT-5-ը տևելու է տարիներ։ Եվ էապես այդ ոլորտը զարգանում է աստիճանաձև թռիչքներով։ Ներկայիս օգտագործումը շատ լավ համակարգիչ տեղադրեցինք, տեղադրված է Երևանի պետական համալսարանում, մեր ադմիններն են դրանց վերահսկում, կառավարում, կառավարման համար ստեղծել ենք համակարգ, սա ներկայիս օգտագործումն է, հենց այս պայդրությամբ 79% ունենք GPU-ների օգտագործում, CPU-ների 72% օգտագործում, վերջի մի շաբաթվա միջինացված թվերն են։ Եվ ունենք սա մեր հերթի վիճակն է։ Ինքը մյուս կողմից 100%-ով է օգտագործվում, որովհետև մենք ունենք հերթի մեջ գտնվող
պրոցեսներ։ Այսինքն սպասում է, որ մեկը ավարտի, որտեղ ասենք ծավալը մեծ է ու չի կարող զուգահեռ մի քանի բան աշխատել, սպասում է հերթին։ Ինքը ամբողջությամբ այս պայծրությամբ օգտագործվում է։ Ցախ կողմում մեր խմբերն են, հիմնականում այս պայծրությամբ Երևանի Պետական Համալսարանի գիտական լաբորատորիաներն են օգտագործում եւ որոշ ուսանողական խմբեր։ Սա է։ Ու վերջի սլայդն էլ SN համակարգերն են, որ մենք տեղադրել ենք մեր գերհամակարգչում, կան եւ ստանդարտ համակարգեր եւ համակարգեր ֆիզիկոսների եւ քիմիկոսների համար։ Ինքը ամբողջական մեծ ենթակառուցվածք է նաեւ վիրտուալ առումով, որը ծառայելու է եւ մաթեմատիկոսներին, մեքենական ուսուցման ժողովրդին եւ ֆիզիկայի, քիմիայի հետազոտական խմբերին։